Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր ռազմավարական հնարավորություն է։ Մարզում այս պահին ունենք 6000 եւ ավել հեկտար ինտենսիվ այգիներ, մոտարապես 3000 աշխատատեղ ստեղծվել վերջին տարիներին։ Մարզում ունենք սառնարանային տնտեսություններ, երկու խոշոր գյուղատնտեսական շուկա եւ մեր մարզը նշեմ այս տարի հնայով առաջին տեղն է բոլոր ցուցանիշներով։ Լինելով գյուղատնտեսական մարզ բարձր ցուցանիշներով կարող է դառնալ կարևոր լոգիստիկ եւ առևտրի խաչմերուկ։ Մարգարայի անցակետը մեզ համար շատ կարևոր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այս պահին ավտոմոբիլային տրանսպորտի միակ ճանապարհն է դեպի Թուրքիա։ Անցակետը ամբողջությամբ պատրաստ է, տեխնիկապես վերազինված է եւ պատրաստ է աշխատանքները իրականացնելու։ M3 ճանապարհը Մարգարայի անցակետից մինչև Վրաստանի սահմաններ։ Մեր մարզի հատվածում 4.8 կիլոմետր վերանորոգվել է մոտավորապես 1.1 միլիարդ դրամի եւ նախատեսվում է 11.2 կիլոմետր հատվածի վերանորոգում։ Նախագիծը պատրաստ է արդեն, դրված է մրցույթի, մոտորերս մրցույթը կկայանա եւ շինարարական աշխատանքները այս տարի կսկսենք։ Ճանապարհի կարևորությունը մեր մարզի համար շատ մեծ է։ Թուրքիայի հետ սահմանի ճանապարհն է M3-ը եւ մարզում բարելավելու է մեր լոգիստիկ վիճակը եւ մեծ հնարավորություն ունենք առևտրային եւ վերամշակման, տնտեսական բարելավման։ Ներդրողներ կան, ցանկություն ունեն մեծ ներդրումներ անեն հենց այդ հատվածի վրա, ինչը նշանակում է, որ ինչպես նշեցի, մարզը տնտեսական առումով լավանալու է եւ ունենալու ենք բազմաթիվ աշխատատեղեր։ Արմավիրի մարզը նաև էներգետիկ առումով կենտրոնն է համարվում եւ մեծամորում գտնվում է ատոմակայանը։ Բացի ատոմակայանը Արմավիրի մարզում Բաղրամյան համայնքում արևային էներգետիկայի ներդրումներ արվել եւ ցանկություն հայտնողներ կան, որ հողի կատեգորիաները փոխելուց հետո եւս կավելանան արևային կայանները։ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը մարզում կապիտալը ավելացնելու է 2-3 անգամ